Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Գրեթե ամեն օր մենք խոսում ենք սիրիական հակամարտության մասին, անդրադառնում ենք Սիրիայում ստեղծված լարված իրավիճակին, սիրիահայության խնդիրներին, երբեմն նաև ստիպված ենք լինում հերքել հայկական լրատվադաշտում տարածվող ոչ ճիշտ տեղեկությունները, մի խոսքով թեման մեր ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ։ Այսօր մեր զրույցի ընթացքում մի փոքր ավելի ընդարձակելու ենք շրջանակները Սիրիա եւ ոչ միայն Սիրիա, նաեւ արաբական գարուն եւ արաբական երկրներում հակաամերիկյան տրամադրություններ եւ բողոքի ակցիաներ։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ։ Բարի երեկո։ Շատ երկար ստացվեց։ Շատ երկար ստացվեց, այո։ Բարի երեկո։ Բան պատճ թողեցի։ Շատ էր։ Լավ։ Կոնկրետ Սիրիայի մասով ինչպիսին եք դիտում ներքին եւ արտաքին գործոնները, բաղադրիչները այս հակամարտության մեջ եւ որոնք են ավելի ծանրակշիռ։ Բնականաբար արտաքին գործոնները ես բազմից արդեն առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, դեռևս նոր, երբ որ այս ամենը սկսվում էր, Սիրիայում անշուշտ հիմնական այսպես դրդող եւ պայթուցիկ իրավիճակներ ստեղծող, իսկ հիմա ուղղակի այդ ամենը զարգացնողը հենց արտաքին գործոնն է։ Եվ այստեղ մի քանի վեկտորների մասին կարելի է խոսել, նախ եւ առաջ դա ծոցի երկրների միապետություններն են, հիմնականում Սաուդյան Արաբիան, որի մտահոգությունները բնականաբար հասկանալի են, այսպես կոչված արաբական գարունը, որը Թունիսից սկսվեց, Եգիպտոսում շարունակեց, ուղղակի շատ այսպես ծանր հոգեվիճակի մեջ գցեց այդ տարածաշրջանի բոլոր միապետներին, որոնք բնականաբար անմիջական արձագանքեցին, ասենք հսկայական գումարներ սկսեցին իրենց բնակության մեջ բաշխել, ինչ որ փոքրիկ թեթև կոսմետիկ ռեֆորմների փորձեցին գնալ եւ այլն, սակայն միաժամանակ իրականացրեցին Սաուդյան Արաբիան եւ սատելիտ երկրները ուղղակի անմիջական ռազմական ներխուժում Բահրեյն, որպես այնտեղի գործընթացները, որոնք միակողմանիորեն շատ բնութագրվում են որպես շիական մեծամասնության ընդվզում սուննիական իշխող փոքրամասնության դեմ, եւ բացի դրանից հսկայական ինֆորմացիոն ուրեմն այսպիսի կամպանիա ծավալեցին երկու ուղղությամբ, առաջինը իրանական ազդեցություն, շիական կիսալուսին, որը Իրանը իբրև թե ձգտում է ստեղծել, որը կարելի ասել պետք չի ստեղծել, դա կա, Իրան, Իրաք, ամերիկյան զորքերը Իրաքից դուրս գալուց, իհարկե Թեհրանն է Բաղդադում հիմնական խաղացողը, որը իհարկե չի լինի ասել, որ հարցերը լուծում է, բայց ամենայն դեպս շատ հարցերում հսկայական ազդեցություն ունի։ Սիրիա, Լիբանան, այս շղթան չափազանց ազդեցիկ է։ Արդյոք կարելի է դա ներկայացնել որպես սուննիական աշխարհի դեմ ստեղծվող ինչ-որ մի ճամբար, ոչ, բոլորովին, հա։ Մյուս կողմից թե Թուրքիան, թե Սաուդյան Արաբիան եւ մի շարք այլ երկրներ, ասենք Կատարը, բան, սրանք այդքան կարեւոր չեն։ Թուրքիան կարևոր չի։ Չէ, այն մյուս երկրները, որոնց անունները ասենք իմաստ չունի երևի տալ, սրանք անընդհատ բղավում են Իրանի ռազմական ծախսերի մասին, բայց համացան համար ասեմ, որ եթե Սաուդյան Արաբիայի համընդհանուր համախառնությունքի 9%-ից ավելին ագնում սպառազինությունների եւ ընդհանրապես ռազմական ծախսերի, ապա Իրանում այդ նույն տոկոսը 2.28 է կազմում, հա, այսինքն անհամեմատելի
տոկոս, իսկ թվերով ընդհանրապես հսկայական տարբերություն 40 միլիոնին մոտեցող ծախսեր Սաուդական Արաբիայում, նույնիսկ վերջերս գերազանցող, իսկ Իրանում 7.5-8 միլիարդի, այնտեղ 40 միլիարդ բնականաբար ոչ թե միլիոն, այստեղ մոտ 8 միլիարդ դոլար։ Անհամեմատելի, իսկ եթե դրան գումարում է սատելիտների ծախսերը, Էմիրայություններ, Կատար, Քուվեյթ եւ այլն, ապա հսկայական տարբերություն հաստատվում։ Անհամեմատելի ծախսեր են։ Ուրեմն ի՞նչն է, բնականաբար այդ սարսափն է, որ այդ process-ները, որոնք սկսվել են Թունիսից, դրանք կտարածվեն նաև իրենց երկրների վրա։ Մյուս կողմից անշուշտ Թուրքիան է։ Հա, Թուրքիայի վեկտորը չափազանց կարևոր դեր ունի։ Թուրքիայի իշխող կուսակցության եւ այդ կուսակցության ղեկավարության մտահղացումը եւ իդեոլոգիաները լրիվ հստակ են, հա։ Սուննիական աշխարհի լիդեր, Թուրքիան, որը անընդհատ փորձում է այդ խաղաքարտը աշխատեցնել հատկապես արաբական երկրներ, սուննիական արաբական երկրներում նմանատիպ իշխանություն եւ Սիրիայում ունենալ նմանատիպ իշխանություն, այսինքն նմանատիպ ոչ միայն սուննիական, այլ նաեւ սուֆիական տարիքաթով կապված, այսինքն լրիվ իրենց այսօրվա իշխող էլիտային կապված եւ խմաճիկ բնականաբար իրենց ձեռքին, որովհետեւ այդ իրավիճակում տնտեսության վերականգնման խնդիրներ են, հասարակության տարբեր խավերի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ են եւ այլն եւ այլն։ Այսինքն դրանով Թուրքիան ոչ միայն հարվածում էր Իրանի տարածաշրջանային ազդեցությանը, այլ նաեւ ինքը կտրուկ աճեցնում էր իր ազդեցությունը։ Այս ծրագիրը Լիբիայից սկսված, հա, արդեն սկսեց կամաց-կամաց տանուլ տալ, որովհետև այն դիվիդենտները, որոնք թուրքերը հույս ունեին ձեռք բերել Էրդողանի Լիբիա գնալով եւ նոր իշխանություններին ողջունելով, հետո Եգիպտոսի հետ հարաբերությունները, ասենք, կարգավորելով եւ զարգացնելով, այս ամենը աստիճանաբար սկսեց նվազել, որովհետև թե Լիբիայում եւ թե Եգիպտոսում տեսնում ենք, որ շատ այսպես ծանր իրավիճակ է գործելավոճը։ Թուրքիայում իմ կարծիքով իրավիճակը շատ բարդացել է, որովհետև բոլոր հարցումները, որոնք իրականացվել են թուրք հասարակության մեջ, ցույց են տալիս, որ հասարակությունը կտրուկ դեմ է թուրքական իշխանությունների քաղաքականությանը Սիրիայի նկատմամբ, հա, ճնշող մեծամասնությունը դեմ է։ Ընդ որում զգալի տոկոսը հատկապես բանակում է ընդվզում այս քաղաքականության դեմ։ Չնայած եթե մտածելու լինենք ազգայնական մտածելակերպ միշտ ունեցող թուրքական սպայական կազմը պետք է որ ողջ ուներ, սակայն իրենք շատ ավելի լավ են գնահատում այն վտանգները, որոնք սպառնում են Թուրքիային։ Մենք չպիտի անտեսենք ալավիական գործոնը։ Թուրքիայում տարբեր տվյալներով մոտ 20 միլիոն ասում են 20 միլիոն, ամենայեսպես իրականությանը երևի մոտ թիվը 12-14 միլիոն է, ալավիներ են ապրում։ Ընդ որում հարավում Իսկանդերունի, Ալեքսանդրիայի շրջանում արաբախոս, այսինքն արաբ ալավիներ են, որոնք կապված են Սիրիայի ալավիների հետ, եւ որոնք բնականաբար չեն ընդունում այն ամենը, ինչը տեղի ունենում իրականացվում է Թուրքիայի կողմից։ Հիմա Սիրիայից բողոքներն են ճուն, որ Թուրքիան թույլատրում է իր տարածքով Սիրիա անցնել սալաֆիտների, թաքֆիրների, վահաբականների, ովքեր են սալաֆիտները, թաքֆիրները, վահաբականները։ Հա, սա բավական լուրջ հարցեր են եւ շատ կարճ պիտի փորձեմ պատասխանել։ 18-րդ դարի սկզբին այն տարածքում, որ այսօր կոչվում է
Սաուդյան Արաբիան Նեջդ շրջանում ապրում էր մի մարդ Մոհամմադ Իբն Աբդել Վահաբ անունով, որը ժառանգաբար պատկանում էր ամենածայրահեղական սուննիական կրոնաիրավական ուղղությանը, այսպես կոչված համբալիական ուղղությանը։ Այդ ժամանակաշրջանում ըստ բոլոր ճանապարհորդների, տեղական քրոնիկոնների եւ այլն, կարելի է ասել, որ իսլամը լրջորեն նահանջել էր, նորից բազմաստվածություններ տիրում եւ շարիաթի նորմերը չէին աշխատում, բայց մեկ այլ բան, հավանաբար տարբեր տեխնոլոգիաների շատ ուշ այս շրջան թափանցելու հետևանքով որոշակի տնտեսական կոնսոլիդացում էր սկսել։ Ուստի միավորման համար անհրաժեշտ էր գաղափարախոսություն։ Այս գաղափարախոսությունը դարձավ այդ ամենածայրահեղ սուննիական կրոնաիրավական ուղղության ավելի ծայրահեղացումը, սալաֆի արաբերեն նշանակում է նախնիների փորձով եկող, նախնիների ճանապարհ, սալաֆ նախնի։ Այսինքն հիմքը որն է, որ պիտի բացարձակ կրկնվի, իրականացվի այն ինչը գրված է Ղուրանում եւ այն ինչը Մոհամմադ Մարգարեն 7-րդ դարի սկզբին իրականացնում էր Մադինայի ումմայում, ստեղծելով այդ իման։ Ամեն ինչը նույն ձևով պիտի իրականացվի։ Քանի որ Մարգարեից խոսեցինք, հիմա կանք արդեն հակաամերիկյան այս տրամադրություններին, արաբական։ Ձեր հարցի մյուս մասին պատասխանեմ նոր անցնեմ, որովհետեւ մուսուլման եղբայրներ, Իխվան ալ-Մուսլիմին, սա կազմակերպություն չի, սա ցանց է։ Շատ այսպես խայտաբղետ, կառուցվածքային չափազանց տարբեր դրսևորումներ ունեցող, որը կարող է դրսևորվի աբեկչական ինչ-որ խմբի գործողությունների միջոցով, որը կարող է թաքֆիրների, թաքֆիր վալ հիջրա նշանակում է մեղադրել անհավատության մեջ եւ գաղթել, կամ տեղահանվել, տեղափոխվել։ Ինչ էր նշանակում մուսուլման եղբայրների հիմնական գաղափարախոսների աշխատություններում այս տերմինը, որ բոլոր իշխող մուսուլմանական իբրև թե կրոնին պատկանող ռեժիմները բազմազգաց իրականում իսլամի հետ կապ չունեն, սրանց պիտի մեղադրես, իսկ քանի որ իրենք իսկական դավանանքից հրաժարվել են, իսլամից հրաժարվել են, ուրեմն մահապատժի պիտի ենթարկես։ Իսկ հիջրան դա Մոհամմադը Մեքքայից 622 թվականին, այսինքն բազմաստված Մեքքայից տեղափոխվեց Մադինա, որտեղ ստեղծեց միաստված մոնոթեիստական իսլամ դավանող ումման, այսինքն եւ հիջրա կատարել դեպի այստեղ։ Սա թաքֆիրն է։ Թաքֆիրը ուղղակի մի մասն է այս ծայրահեղական մուսուլման եղբայրների։ Մուսուլման եղբայրները կարող են նաև շատ մեղմ դրսևորումներ ունենան, բայց ինչպես ասացի, սա ցանց է, որը չունի կենտրոն։ Ասենք այսօր Եգիպտոսում մենք ասում ենք, որ նախագահ մուսուլման եղբայրների ղեկավարն է։ Այդպես չի։ Հիմա Թուրքիան էլ ասում են կենտրոն է հանդիսանում։ Թուրքիայի կրոնական իրավիճակը մի քիչ այլ է, եթե մենք Օսմանյան կայսրության պատմությանը հետևենք, ապա կտեսնենք, որ կրոնը միշտ ծառայել է սուլթանին։ Մյուս սուննիական երկրներում հակառակն է եղել, այդ պատճառով այդ երկրները շատ արագ փլվել են, եւ անընդհատ տարբեր խնդիրների մեջ են եղել, որովհետեւ չի եղել այնպիսի հզոր ինստիտուտ, ինչպիսին քրիստոնեության մեջ եկեղեցին է, որ ասի, որ ես եմ ասում դոգման, այն ինչը դոգմայից դուրս է, սխալ է։ Չկար իսլամում եւ ավանդաբար է այդպես ստեղծվել այդ իրավիճակը, այդ պատճառով անընդհատ խայտաբղեցությունը շատ է եղել եւ հերետիկոսություն հասկացությունը շատ ուշ է ստեղծվում։ Լավ, հիմա արդեն կանք արաբական երկրներում տարածվող այս հակաամերիկյան կոչերին, ցույցերին, բողոքի ակցիաներին եւ այլն, ֆիլմը մուսուլմանների անմեղությունը, սա առիթ էր, թե պատճառն էր։ Դուք շատ ճիշտ հարցադրում արեցիք, իհարկե առիթ էր։
Նորից եթե մենք տարբեր հարցումների արդյունքները վերջին գոնե 15 տարվա աչքի առջև ունենանք, ապա կտեսնենք, որ հիմնական հակաամերիկանությունը հենց այս տարածաշրջանում է կենտրոնացած։ Ոչ Ռուսաստանում, ոչ Չինաստանում, որոնք մրցակիցներ են, ոչ Իրանում, հա, որը թվում է թե պիտի ամենահակաամերիկյան լինի, ոչ, երկար տարիներ ամենահակաամերիկյան հասարակություն Թուրքիայի հասարակությունն էր։ Դրանից հետո գալիս են Եգիպտոսը, Սուդանը եւ այլն, հա, այս երկրները։ Այսինքն ասել, որ սա նոր երևույթ է, բոլորովին։ Ինչու հանճարեղ եգիպտացի գրող Յուսուֆ Իդրիսը մի անգամ ես պատիվ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու իր հետ, ինձ ասեց, որ որովհետև ամերիկացիք իրականացնում են մեր նկատմամբ ղազվա սակաֆի, արաբերեն շատ ճիշտ է հնչում սա, եթե թարգմանես, նկարագրական կստացվի մշակութային ագրեսիա։ Այսինքն իրենք խեղդում են մեր ինքնությունը։ Յուսուֆ Իդրիսը բացատրում էր, որ նույնիսկ դե ինքը փայլուն գրող էր իրոք, նույնիսկ ավանդաբար շատ լուրջ պատմություն ունեցող եգիպտական գեղարվեստական գրականության մեջ հիմա մոդայիկ բաները, որոնք գալիս են հոլիվուդյան սցենար ստեղծելու տեխնոլոգիաներից եւ այլ, սրանք պարտադիր են դառնում, ինչը տրադիցիային դեմ է, ինչը ինքնություն է, խեղդում է, եւ այդ այն ժամանակ, երբ որ Նագիբ Մահֆուզի մեծության գրող կար, որը բացարձակ նոր ժանրեր ստեղծեց, Նոբելյան մրցանակակիր իդեպ եգիպտական եւ ընդհանրապես արաբական ժամանակակից գրականության մեջ, երբ որ Գամալ Ալ-Ղիտանի պես 60-ականների ամենավառ ներկայացուցիչը, հա, կար, այսինքն ինքնության խեղդելը, մաս կուլտուրայի տարածելը եւ ավանդությունը ոչնչացնելը, իդեպ ասեմ, Յուսուֆ Իդրիսը քրիստոնյա էր։ Սա հենց այն հիմքն էր, որից ծնվեց հակաամերիկանությունը։ Հիմա ինչ, այսինքն այս ամբողջ հակամարտությունները, արաբական գարունը, այս դիմակայությունը, հա, դիտարկել եւ բացատրել որպես մշակույթների բացարձակապես։ Ուրեմն մի քանի շատ հետաքրքիր ցուցանիշներ կան եւ տարեստարի անընդհատ մենք նայում ենք այդ ցուցանիշները, որոնք են դրանք ժողովրդագրական տվյալներն են բնականաբար, թե ինչպիսին է կառուցվածքը այս կամ այն բնակչության։ Դրանք նույն այդ համախառն արտադրանքի վերաբերյալ տվյալներն են, յուրաքանչյուր հոգուն հասնող եկամուտն է տարեկան եւ այլն, հա, առողջապահության հետ կապված շատ կարեւոր են սննդամթերքով ապահովված լինելու, ինտերնետի թափանցման հետ, այս տվյալները, որոնք բոլորը թույլ են տալիս ախտորոշում կատարել։ Հիմա արաբական երկրների մեծ մասի խնդրեմը այն է, որ ժողովրդագրական առումով սրանք համաչափ չեն զարգանում։ Բնակչության, ասենք, Եգիպտոսում 72%-ը 18 տարեկանից ցածր է։ Դա ռումբա, աշխատանք են ուզելու այդ մարդիկ, եւ այս հարցերը լուծել անհնար է։ Այն արագությամբ, ինչ արագությամբ, որ խնդիրը, հա, մեծանում է ու դառնում է սպառնացող, անհնար է լուծել։ Թունիսը ոնց որ թե թվում էր, որ քիչ թե շատ լավ վիճակում գտնվող երկիր է։ Եթե հիշում եք մինչև այս իրադարձությունները, ես հրա մասին մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, մեկ էլ հայերը սկսեցին Թունիս գնալ հանգստանալու։ Ինչի, որովհետև ճգնաժամը ֆինանսական հարվածեց տնտեսությանը, որը ոչինչ, վատ ցուցանիշներ չունեն մինչև այդ, չնայած կտրուկ թռիչք էր աղքատության 6-ից մինչև 14% մի տարվա ընթացքում, հա, ու այդ պատճառով այդ բոլոր կուրորտները, հյուրանոցները, լուրջ նվազեցրել էին իրենց գները, այդ պատճառով հասանելի դարձավ եւ մարդիկ սկսեցին գնալ այնտեղ։ Այսինքն 2-3 կարևոր գործոն։ Առաջինը բնակչության ոչ համաչափ կառուցվածքը։
Երկրորդը տնտեսական խիստ հարվածը, որը տնտեսական ֆինանսական ճգնաժամի հետևանքով հարվածեց այս երկրներին։ Երրորդը բավականաչափ մեծ քանակությամբ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդություն, որոնց համար աշխատանք գտնելը այդ պայմաններում արդեն միշտ էր դժվար, բայց հատկապես Եգիպտոսում ես 88 թվին եմ ապրել, մի տարի այնտեղ, ուրեմն իմ դիտարկումները հետևյալն էին. լավագույնները, էլիտան, ինտելեկտուալների Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Երկրորդ սորտը ծոցի երկրներում, այն ինչ որ մնացել է ստեղ էին, հա, բացառություններով բնականաբար, հա, բայց դա ընդհանուր պատկերն է։ Եվ առաջարկը եւիմիգրացիայի առումով ուղեղների արտահոսքի բան շատ մեծ է։ Հասկանալի։ Մյուս կողմից կրթությունը, որը ստանում են այդ երկրներում, ճնշող մեծամասնությամբ շատ անորակ կրթությունը։ Այսինքն այս խնդիրները կան եւ չորրորդ որպես պատճառ կոռումպացված, ծախված եւ երկարակյաց կառավարման համակարգի հետ կապված բոլոր այդ խնդիրները։ Մենք արդեն ավարտում ենք եւ շատ կարճ ժամանակ է մնացել, հա, 1-2 րոպե։ Ալիքը դեռ շարունակվելու միտում ունի։ Ինչ ալիք։ Եթե մենք խոսում ենք այսպես կոչված արաբական գարուն, նո նախ գարունը այնա ինչ որ ծաղիկ է, հա, արևա, բուրմունք է, սա ինչ է, գարշահոտ է եւ քայքայում, սա ոչ մի գարուն չի, այդ բրենդային մտածելակերպն է, արևմտյան, որ միանգամից սպիտակ կպցրեցին, վարդերի հեղափոխություն, արաբական գարուն եւ այլն, հա։ Այսինքն սուտ է, ոչ մի գարուն չկա։ Պրոցեսները շատ տարբեր են։ Բահրեյնը, Եմենը եւ Եգիպտոսը բոլորովին տարբեր 3 ուղղություններ, 3 վեկտորներ են։ Սիրիան բացարձակ այլ ուղղություն է։ Այսինքն որպես նույն գործընթաց նայել կարելի է միայն եթե դու ուզում ես այդ գործընթացը շարունակել։ Այդ գործընթացը շարունակելու համար չեմ կարծում, որ որևէ մեկը այսօր հնարավորություն ունի եւ գումար ունի։ Այստեղ պիտի հաշվի առնենք իհարկե գազային եւ նավթային գործոնները, որոնք կարող են մարդկանց դրդել որոշակի գործողությունների, բայց սրա, նո ասենք, այնքան ախր հիմար բաներ են հրատարակում, այնքան դիլետանտական կարծիքներ, հանկարծ հայտնվում է տվյալ, որ Սիրիայում հսկայական գազի բաներ են, պաշատներ են գտել, այդ ամենը դրա պատճառով։ Հետո հայտնվում է տվյալ, որ Սիրիան դու մի ասա Կատարից Իսրայել գնացող գազամուղի ճանապարհին է, չի թողում դրա համար են այս ամենը։ Այսինքն այնքան եւ բացի դրանից դա ուղղակի միտումնավոր աղավաղում է, ինֆորմացիայի հսկայական է, հա։ Թունիսում նկարած միտինգը ցույց են տալի Սիրիայի հետ կապված, ստուդիայում կազմակերպված այդ բաններով ինչ որ միացումը ցույց են նկարում իբրև թե Հոմսում ատեղում։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով ինչ ալիք, այն որ ապակայունացումը շարունակվել է, այդտեղ որևէ կասկած չկա։ Այն որ Սիրիայում իրավիճակը աստիճանաբար կայունանում է, այդտեղ էլ ոնց որ թե կասկածելը արդեն անհիմն է դառնում։ Արդյոք Բաշար Ասադը կմնա թե չէ, չեմ կարող ասել, բայց այն որ ալավիները իրենց իշխող դերը որևէ դեպքում կզիջեն միայն եթե չլինեն, սա էլ հասկանալի ու հստակ է։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար, հասկանալի է, որ 25 րոպեն այն ժամանակը չէր, որպեսզի համապատասխաներ ասելիքին, հա, այս գլոբալ առումով մենք մի քիչ մեծ շրջանակ վերցրինք, բայց կարծում եմ հնարավորինս կարողացանք անդրադառնալ, այնպես որ շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսքանը երկրի հարցը ծրագիրներ եթերում, ես զրուցում էի Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ։ Լավ մնացեք։